Փառքն էր դեին։ Հայ հանրությունը լուրջ փորձությունների մեջով է անցնում, բացի այն պատերազմի մեջով, որ անցավ եւ անցնում է, մենք գիտենք, որ իրականում պատերազմը կանգնել է եւ սա խաղաղություն չէ, հրադադար է, ով ոնց ուզում է պատկերացնի, եւ այս փորձության մեջով անցնելով նաեւ քաղաքական փորձություն է հաղթահարում, որովհետեւ ես զգում եմ, որ նշмарվում է այն միամիտ զանգվածն էլ արդեն որոշակի բարձվել է եւ մնացել են այն մարդիկ, ասենք գործող թրքաբարոներին աջակցող, որոնք անդարձ են։ Նրանք հատել են անդառնելիության կետը եւ իրենք հնարավոր չէ, որ այլ գիտակցության գան եւ հասկանան, թե ինչ սխալ են գործել։ Եվ այս նոր արդեն ասպարեզի մեջ, երբ որ մարդը արդեն հիասթափված գործող իշխանությունից, հիասթափված նախկիններից, այսպես մոլորության մեջ է հայտնվել եւ հանգարց հայտնվում է մի ուրիշ իրավիճակում, որտեղ իրեն ներկայացնում են այս սրա հետ, տեսեք, համագործակցած այս հարցի շուրջ, ուրեմն իրանք իրար հետ են։ Սա այս ինչ հարցի շուրջ համագործակցեց նրա հետ, ուրեմն սա սրա հետ է, որ մարդը չկարողանա իրականում հասկանալ, թե ով ինչով է զբաղված առհասարակ, որ քաղաքական թիմը։ Գոյություն ունի քաղաքական տեխնոլոգիաներ։ Քաղաքական ուժեր կան, ովքեր կամ որոնք չունեն ռացիոնալ կամ բավարար ներուժ, լինի ֆինանսական, լինի մարդկային, դրանք գործածում են քաղաքական տեխնոլոգիաներ։ Օրինակ մեր քաղաքական թիմը ֆինանսապես չի կարող ոտք մերգնել ոչ նախկինների հետ, ոչ ներկաների հետ, պլյուս նախկինների կողքին ռուսական կապիտալ կա, ներկաների կողքին ադրբեջանական, թուրքական կապիտալ, սրանք որ գումարվում են, մի սարսափելի, հասկանում եք, այս երկուսինը նամանավանդ, դա մի սարսափելի կապիտալ է, որը հովանավորում է Հայաստանը մասնատող, քանդող, թուլացնող process-ը, լուրջ ֆինանսավորում է, եւ ասենք դիմակայել մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 ամերիկյան դոլարով նման միլիարդավոր դոլարների եւ բազմաճյուղ այսպես տարածված քաղաքական ռեժիմի գործողություններ շատ դժվար է։ Դրա համար երբեմն կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ։ Օրինակ, ազգային ժողովրդական բևեռը դեմ է եկեղեցու դեմ պայքարին, ազգային ժողովրդական բևեռը դեմ է միջանցքների Հայաստանի տարածքով տրմանը, ազգային ժողովրդական բևեռը դեմ է խորհրդային Հայաստանի սահմաններին, երրորդ հանրապետությանը, չորրորդ հանրապետությանը, ազգային ժողովրդական բևեռը կողմ է Վիլսոնյան, այսինքն ասել է, թե միակ առաջի Հայաստանի հանրապետության իրավահաջորդությանը, որտեղ ամրագրված է 162,540 կիլոմետր տարածք, ներառյալ Սևծովից հատված։ Հիմա, սա մեր աշխատանքային ուղին է, քաղաքական ուղին է, չենք հրաժարվում անցյալից, չենք հրաժարվում Արցախից, չենք հրաժարվում Արարատից, չենք ուրանում ցեղասպանությունը, մեր ազգային արժեքները, ոչինչ մոռացության չենք տալիս։ Չէ՞, մեզ պարտադրում են, որ մոռացեք, հինը վտանգավոր է, առաջ նայեք, իսկ զուգահեռաբար Ադրբեջանը չկայացած, չունենալով անցյալ, ինքը անցյալ է ձևավորում իր համար, որտեղ այնտեղ հասկանում են առանց անցյալի չեն կարող ապագա ունենալ, սրանք էլ զուգահեռ մեր անցյալը կտրում են, որ նրանք կարողանան տիրանալ եւ առաջ, այսինքն սա պայմանավորվածություն է, եթե Հայաստանում արգելում են անցյալից խոսել, իսկ թշնամին անցյալ է ձևավորում իր համար, կեղծ անցյալ, բնականաբար մերն էլ հետը վերցնելով։ Ուրեմն հասկանում ենք, որ սա համագործակցություն է, մեզանից կտրել նրանց վրա ավելացնելը։ Սա յուրահատուկ համագործակցություն է Նիկոլի եւ Ալիևի միջև, ասենք սա տեսանելի է։ Հիմա ինչ է քաղ տեխնոլոգիան, որ ասենք դուք մեզ հասկանաք։ Հիմա մենք դեմ ենք, որ եկեղեցու դեմ հալածանքներ կայանան։ Նախկինները նույնպես փաստորեն դեմ են։ Բայց մենք դեմ ենք եկեղեցու հալածմանը, նախկինները դեմ են Գարեգին Բեի հալածմանը։ Երբ որ նախկինները աջակցում են Գարեգին Բեին, իրենք դրանով ցույց են տալիս, որ իրենք աջակցում են նաև եկեղեցուն։ Բայց իրականում նախկինների մեջ մարդիկ կան, որոնք ազնիվ են պատկերացնում այդ մղումը, իրենք ազնիվ գնում են, որ հայ եկեղեցին ու Գարեգին Բեին փրկեն, բայց իրենք չեն հասկանում, որ
Եթե Ռուսաստանը Հայաստանը վաճառել է Թուրքիային, նշանակում է հոգևոր կենտրոնը այսուհետ Կրեմլին չպետք է ենթարկվի։ Եթե մինչ օրս մենք գաղութ էինք Ռուսաստանի, մեր եկեղեցին ենթարկվել է Կրեմլին։ Սա գաղտնիք չէ, այդ որ Նիկոլն ասում է KGB-ի ագենտ, ինքն էլ է KGB-ի ագենտ, Գարեգին բնել։ Իրականում իրանք իրար հետ կիսելու բան չունեն։ Իրենք հայ եկեղեցին են մասնադելու։ Ինչի համար։ Որտեղ եթե իրենց հաջողվի թուրքերին բերել Հայաստան, արդեն հայ առաքելական եկեղեցին կառավարել է թուրքերը։ Իսկ Ռուսաստանին ձեռք չի տալի, որ հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի ներսում ունենա թեմ, որը ենթարկվի թուրքերին։ Որտեղ հայ առաքելական եկեղեցու միջոցով թուրքերը կարող են մտնել Ռուսաստանի խորքերը, որից բաճի ինֆորմացիան առումով։ Հասկանում եք։ Իրենք մեր եկեղեցին միշտ օգտագործել են աշխարհում իրենց համար շատ հարմար է եղել հայ առաքելական եկեղեցով մտնել աշխարհի տարբեր երկրներ, նույնիսկ այնպիսի երկրներ բազմացած են, որտեղ իրենք դրապես մուտք չունեն։ Հիմա Ռուսաստանը հասկանում է, որ եթե թուրքերին է տալիս Հայաստանը, չի ուզում, որ հավատքի մաս մնա հայկական, որը պետք է կառավարվի Թուրքիայի կողմից։ Իրենք դիտմամբ Գարեգինի եղբորը պարգևատրեցին, հասկացրեցին, ավելի խստացրեցին հարաբերությունը, որ անջատվի դա, որ մասնատվի դառնա դրանց սեփականությունը մնա Ռուսաստանին ենթարկվող հատված, որ Թուրքիային չենթարկվի։ Տեսեք Նիկոլն ասում էր, որ դարեր շարունակ Թուրքիան որոշել մեր կաթողիկոսին։ Այդ մարդը արդեն պայմանավորված առաջ է տան։ Մեզ ուզում է հասկացնել, որ դարեր շարունակ այսօր էլ դարերից մեկն է լինելու։ Իսկ ռուսները չեն ուզում, որ թուրքերը եկեղեցու միջոցով հայ առաքելական Թուրքիայի ներսում ականջ ունենան։ Պարզ բացատրում եմ ձեզ։ Դրա համար Գարեգինն ու Նիկոլը պետք է եկեղեցին կիսեն։ Ռուսաստանն է դա նաև պարտադրում։ Այն որ նախկիներն ընկել են, մենք ուզում ենք փրկենք, շատերը գլխի չեն ինչ է տեղի ունենում։ Ու բարեբախտաբար իրենք որ այս խաղը սկսեցին, ժողովուրդը անկեղծ միացավ բանը եկեղեցու պաշտպանությանը։ Հիմա սրանք արդեն այլայլվել են նախկիններն էլ։ Այսինքն նրանք ովքեր պայմանավորված, ովքեր գիտեին որ պետք է եկեղեցին անջատվի մնա Կրեմլին։ Տաշիր Սամու կլինի, Ռոբերտ Քոչարյան կլինի, Սերժիկ կլինի, Նիկոլ կլինի, դրանք բոլորը գիտեն, որ եկեղեցին պետք է մասնատեն, ռուսական թեմը պետք է անջատվի, գնա առանձին մնա, որ թուրքերը այդ թեմով չմտնեն Ռուսաստանի խորքերը։ Հիմա, բայց սրանք որ այս խաղը խաղում են, ցույց են տալի իբր Նիկոլի հետ հակադրվում են, իրականում ժողովուրդը այս խաղի մեջ խառնվել է ու անկեղծ է կբել գործին եւ հիմա իրանց մոտ չի ստացվում, ասենք եկեղեցու պարակտելը։ Նիկոլի ու նախկինների միջև չի ստացվում։ Դրա համար ավելի են խստացնում այդ հարաբերությունը։ Հիմա ես դառնում եմ քաղ տեխնոլոգիաներին։ Տեսեք, երբ որ ազգային ժողովրդական բևեռը աջակցում է եկեղեցուն, որ չպարակտվի, այսինքն դեռ ասում է եկեղեցուն աջակցում են նախկինները, մեկ էլ բևեռը։ Ուրեմն սրանք իրար հետ են։ Չէ՞, օրինակ։ Մեկը կա կարող ասել, ուրեմն սրանք իրար հետ են։ Հաջորդ քայլը, երբ որ թուրքերն ուզում էին միջանցք բացեն, Զանգեզուրի միջանցք դնեն անունը, չգիտեմ, եսի ինչ անեն, Թրամփն եկավ, սարքեց Թրամփի ուղի փագեց այդ թեման, այսինքն ձևափոխեց։ Այսինքն Նիկոլը պատրաստ էր որ դա Զանգեզուրի միջանցք լինի, այսինքն ինքը նրանց էլ դեմ տվող չի, իրեն երբ ինչ ասեն անող է։ Բայց քանի որ Ամերիկան եկավ թաթը դրեց վրան, այդ Զանգեզուրի միջանցքը դառավ Թրամփի ուղի, հասկանում եք։ Բևեռը ասենք դե հասկանում եմ որ Նիկոլը չի դիմադրելու, որպես չարիած փոքրագույն, բևեռը դեմ է որևիցե ուղու, միջանցքի, եթե պետք է դա մենք չվերահսկենք, եթե մենք մեր դեղի օգուտները պետք է բացառապես մեզ չգա։ Հասկանում եք, չէ՞։ Ու ասենք տվյալ պահին այդ միջանցքը Հայաստանի ձեռնտու չի։ Բայց որպես չարիած փոքրագույն, որ Զանգեզուրի միջանցք չդարձավ, որը փորձում են դարձնել, մնա Թրամփի ուղի։ Այս պահին դեռ Թրամփի ուղի է։ Ես այն հակվածություն ունեմ, որ դա չի էլ գործելու։ Ես դից եմ հասկանում, որովհետև Պարսկաստանում եթե ամեն ինչ դզվեց, հյուսիս հարավն է աշխատելու։ Ես այդ կարծիքին եմ։ Հիմա նայեք, այս հարցում էլ բևեռին ասում են, ահա, Նիկոլը Թրամփի ուղի է բացել, բևեռն էլ կողմ է դրան։ Երբ որ մենք ասում ենք չարյաց փոքրագույն որպես, ոչ թե կողմ ենք դրան։ Հիմա էլ կապում են, ասենք Նիկոլի հետ, չէ, գործող իշխանության հետ։ Սրա ինչ է տեղի ունենում։ Նախ առաջերտին մարդկանց մոլորեցնում են սրանով։ Ես ուզում եմ հիմա ասեմ, սա ինչ քաղ տեխնոլոգիա է բանեցնում ազգային ժողովրդական բևեռը։ Ես խոսքիս սկզբնամասում ասացի, որ մեր կարողությունները
մեր ռեսուրսները անհամեմատ փոքր են նախկինների, ներկաների կամ Թուրքիայի կամ Ռուսաստանի ռեսուրսների, որոնք հովանավորում են այդ ուժերին։ Հիմա եթե մեզ պետք է եկեղեցին պահել ու այնպես է ստացվել, որ նախկինները թեկուզ Գարեգին Բեի միջնորդությամբ ցույց են տալի, որ եկեղեցուն աջակցում են ու ժողովուրդը այդ խաղի մեջ մտել է ու լուրջ աջակցությունը երևում է, հիմա մեզ պետք է, որ եկեղեցին չտրոհվի, մենք պարտավոր ենք օտարի, այսինքն օտար չեն, մեր հայաստանյան քաղաքական թիմեր են, բայց մեր հակառակորդներն են քաղաքական դաշտում, ասեմ նաև գործակալական ցանց է, բայց իրենց խաղը դրական էֆեկտ է տվել, ժողովուրդը լուրջ է վերաբերվել, մտել է եւ թույլ չի տալիս։ Հիմա մենք այդ շարժմանը ո՞նց չօգտագործենք ի օգուտ եկեղեցու։ Այսինքն քաղ տեխնոլոգիա է հակառակորդի միջոցներով հասնել մեր նպատակին։ Մեր նպատակը եկեղեցին չտրոհվելն է, նախկիներն են, բայց տրոհելու նպատակով լարում են սկսել, բայց ժողովուրդը հավաքվել է չի թողում։ Մենք ո՞նց այդ շարժմանը չաջակցենք, օրինակ։ Այև որ այդ շարժումը հաղթահարի այդ արկելքը Հայաստանի եկեղեցին չդառնա թուրքական ու նախկինները փորձեն արդեն այդ ամեն ինչ նորից թողել ռուսական, այդտեղ արդեն մեր քայլ անելու ժամանակը կգա։ Այսինքն մենք արդեն թուրքերից կպրծնենք, մեր թիրախը կդառնա մենակ ռուսը։ Հիմա երկուսն են մեր թիրախները։ Ու երբ որ իրենք խաղը ձևակերպել են ու ժողովուրդը այդ խաղի մեջ մտել է լուրջ, ու սրանց խաղը չի ստացվում, մենք այս տեխնոլոգիայով, այսինքն մեզ ձեռնտու իրողություն է կայանում։ Իրավիճակ է փոխվում։ Աջակցել այդ շարժմանը դա նշանակում է, որ մի թեթև, ասենք, ծախսերով առանց ռեսուրսի, որ մենք պետք է անեինք դա, արվում է։ Այսինքն չենք խանգարում։ Շատ լավ է, թող արվի, անգամ եթե թշնամին է դա անում։ Եթե թշնամին անում է քեզ օգուտ բան, ինչ որ մեկ այլ թշնամու հանդեպ, դու բնական է պետք է արդից օգտվես։ Այսինքն մենք խնայեցինք մեր մարդկային եւ ֆինանսական ռեսուրսը այս գործի մեջ, աջակցելով եկեղեցուն։ Թույլ ենք տվել նախքին ներկա իրար հալածելով, որին ժողովուրդը նորից եմ կրկնում լուրջ է վերաբերվել եւ թույլ չի տալիս սրանք կարողանան պարակտել։ Դեռ չի հաջողվում։ Սա այս process-ն է։ Այսինքն մենք նախկինների ռեսուրսը օգտագործեցինք։ Ավտոմատ դա ստացվեց։ Սա քաղ տեխնոլոգիա է։ Այն մի դեպքում, երբ որ ասում ենք Զանգեզուրի միջանցքը լավ է, որ գոնե չստացվեց մնաց Թրամփի ուղի, հասկանում եք, մենք դրանով Նիկոլի գործողությունը չենք գովաբանում։ Բոլորս գիտենք, որ Նիկոլը ինքը իրանով ոչ մի որոշում կայացնելու իրավունք եւ հնարավորություն չունի։ Դա Նիկոլը չի որոշել, որ Թրամփի ուղի պետք է լինի։ Նիկոլի ցանկությունը չի եղել այնտեղ, բացարձակապես։ Նիկոլը երբ ինչ ասեն, ես ասել եմ, ասեն հետույքը բացի դուրս արի փողոց քայլի, պետք է բացի եւ քայլի։ Այն խայտարակ հալածանքները եկեղեցու հանդեպ որ ինքն անում է, ասենք այդքան ասեցին, որ դա ներքին խնդիր է, դա ասենք դա չպետք է արվի, եթե անգամ կա խնդիր, ինքը կարող է, չէ, արդեն եթե չէր գիտակցում ինչև է, փագեր թեման ծածուկ ներսից անել, բայց չէ ինքը ցուցադրաբար անում, որտեղ պետք է ինքը զեկուցի, պետք է ցույց տա թուրքերին, որ ինքը այդ ուղղությամբ իրենց հանրությունը կատարում է եւ պարակտում է հայ հանրությանը։ Եվ հիմա քանի որ այդ Թրամփի ուղին ամերիկան թաթը դրել է վրան, մենք ասում ենք դա չարյաց փոքրագույն է, այսինքն Զանգեզուրի միջանցքի դեմ կռիվ տալու համար, լավ, գոնե թող դա այդպես մնա, մինչև Պարսկաստանում հարցերը կարգավորվի։ Եթե մենք դրան դեմ գնայինք, օրինակ, խանգարեինք, ու ամերիկան չխառնվեր այդ գործին, այսօր դա արդեն դարձել էր Զանգեզուրի միջանցք, նույնիսկ արդեն գնում գալիս են, մեզ չէին թողնում Պարսկաստան գնանք։ Այսինքն սա քաղ տեխնոլոգիա է, երբ որ դու տեսնում ես հակառակորդը կամ թշնամին կամ դավաճանը անում է մի բան, որը որոշակի առումով դու պետք է կանխեիր դա, բայց կանխվում է ուրիշի կողմից, դու ուրիշի ռեսուրսներով քո նպատակը, քաղաքական նպատակը իրացնում ես։ Հասկացանք, չէ՞։ Նիկոլի այդ ապուշություններից մենք օգտվում ենք, նախկինների ապուշությունից մենք օգտվում ենք։ Այս սա է խնդիրը, որտեղ մեր ռեսուրսները չի բավարարում, որ մենք արճակատենք։ Երբ որ քչեզոքացնենք Թուրքիային, գործ կունենանք Ռուսաստանի հետ, ավելի հեշտ կլինի։ Քչեզոքացնենք Ռուսաստանին, գործ կունենանք MUC-ի հետ, հակառակը կամ սա մշակված քաղ տեխնոլոգիա է։ Սա ոչ թե համագործակցություն է, այլ օգտագործում ենք հակառակորդի միջոցները։ Ընդհանրապես սա է։ Մնա խաղաղությամբ։